Բարև ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում։ Ես նախորդ հանդիպման փորձից ելնելով, քանի որ իրական Հայաստանի գաղափարախոսության տեքստը բավականին մեծ է, փորձեցի մի սայիկաշար պատրաստեմ, որ հնարավորինս կարճ եւ հնարավորինս գետային հասարակական ներկայացնեմ, թե ինչ է իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ ինչի մասին է։ Իհարկե ամենակարևոր արձանագրումը ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք էկրանին, ես այստեղ տեսնում եմ։ Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքով եւ սահմաններով։ Սա թվում է շատ պարզ եւ շատ տրիվիալ արձանագրում է, բայց վերջին տարիներին ես զարմանքով եմ արձանագրել, որ այս թիվը մեզնից շատերին ծանոթ չի։ 29743 քառակուսի կիլոմետրը մեզնից շատերին ծանոթ չի։ Եվ այստեղ ծագել է մի հետևյալ հարց. իսկ ինչու է թվում մեզ ծանոթ չի։ Չէ՞ որ դա մեր պետության տարածքն է, միջազգայինորեն ճանաչված տարածքը, եւ երբ մի քանի իրադրություններում, ձեզ հայտնի իրադրություններում քննադատություն է եղել, թե օրինակ ես ինչու այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը ինչու եմ ճանաչել եւ որն է մոտիվացիա, ես իհարկե նախկինում եմ ասել, բայց հիմա ուզում եմ արձանագրեմ, որ դրա ամենակարևոր մոտիվացիան հետևյալն է, որ նախ մենք ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը պիտի ճանաչենք։ Եվ այդ արձանագրումը շատ արտասովոր է, որ կարող է պարզվի, որ մենք ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչել, այն նկատառումով, որ դա այդքան էլ ճիշտ չի կամ այդքան էլ հասկանալի չի կամ Հայաստանի մասին մեր պատկերացումներին չի համապատասխանում։ Ու այստեղ է ֆունդամենտալ խնդիրը, ընդ որում ես ուզում եմ ասել, այստեղ է ֆունդամենտալ սխալը, բայց ես չեմ ուզում, որ մենք խոսենք, չեմ ուզում այստեղ խոսեմ եզրակացությունների լեզվով, ուզում եմ, որ մենք քննարկենք եւ փորձենք իրար հետ գալ եզրակացությունների եւ ինչեւ կապված է մեր իմ հաջորդ արձանագրումը, որը ուղիղ կապ ունի նախորդ արձանագրման հետ։ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքը ուժեղացրու պետությունը։ Ինչու եւ ինչով է հնարավոր այս ձևակերպումը ընդհանրապես որևէ իրականության եւ մասնավորապես մեր իրականության։ Այս էլ է շատ հետաքրքիր հարց։ Ճիշտ է, այս նախադասության հետ ես ինքս կապ ունեմ իր ստեղծման, բայց տենց լինում է, չէ՞, որ ինչ-որ մի նախադասություն ասում ես, հետո դու ինքդ սկսում ես վերլուծել։ Ոնց կարար այդ միտքը ծնվեր։ Ինչու է այդ միտքը ծնվում։ Ոնց է միտքը աշխատում եւ ինչի է ծնվում։ Եվ ես այս մտքի հետևից գնալիս արեցի մի արձանագրում, որը բոլորիս հայտնի է։ Ընդ որում ինչ որ այսօր խոսել ենք եւ շատ հաճախ ինչ որ խոսում ենք, ամեն ինչը բոլորիս հայտնի է, ուղղակի երբեմն ասում ենք եւ չենք նկատում։ Եվ ես առաջարկում եմ մի միտք էլի քննարկման համար, հայրենիք եւ պետություն հարաբերությունների։ Տեսեք, շատ երկար ժամանակ, առնվազն մի քանի 100 տարի, մեր գիտակցության մեջ ո՞ր է եղել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, չէ՞ հասկանալիորեն եւ ակնհայտորեն։ Բայց պետությունը եղել է օրինակ Պարսկաստանը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, էլի ինչ որ մի հաջորդ ժամանակաշրջանում կամ մի ուրիշ տեղում։ Իսկ պետությունը եղել է Թուրքիան, Օսմանյան կայսրությունը։ Մեր ընկալման մեջ հայրենիք եղել է Հայաստանը, իսկ պետությունը եղել է Ռուսական կայսրությունը։ Մեր ընկալման մեջ էլի կարող ենք թվարկել, բայց մեծ հաշվով, չգիտեմ, դա գուցե ոչ ամբողջական, բայց ինչ-որ ձևով էլի կապ ունի տրամաբանության հետ։ 20-րդ դարի մեր հայրենիքը, 20-րդ դարի 20-ականներից հետո մեր հայրենիքը էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Խորհրդային Միությունը։
եւ իմ ընկալմամբ այստեղ առաջացել են որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրները ես ձևակերպում եմ հետեւյալ կերպ հայրենիքի պետության ռելիկտային ընկալում եւ որը հայրենիքի դիրքերից պետությունը ընկալում է որպես օտար մի բան որովհետեւ մենք ըստ էության մեր պատմական հիշողության մի երկար ժամանակաշրջանում իմիջիայլոց այսօր դրա մասին էի մտածում ընդ որում մեր իրականության մեջ մի հատ կա գուցե իր ձևով աննախադեպ բան որ հայրենիքը էլի եղել է Հայաստանը բայց պետությունը եղել է Կիլիկիան այս հետաքրքիր բան է տեսեք մենք ինչ անհավանական իրավիճակի մեջ է Կիլիկիան հայկական պետություն է բայց ստեղ էլ մեկ խնդիր կա որտեղ մի դեպքում պետությունը հայրենիքը եղել է Հայաստանը ակնհայտորեն բայց պետությունը եղել է Կիլիկիան եւ իմ կարծիքով ստեղ ճեղք է առաջացել իհարկե դա այս իմ թվարկածների նախորդող շրջանում կարող ենք դնել նախորդը եւ դրանից հետո սկսենք հաշվարկը եւ մենք անկախություն ստանալով մի քիչ պահից գուցե էլի հարցավորը առաջարկում է մեր պետությանը վերաբերվել ենք կամ այսօր ես մեկ տենց եմ զգում մեր պետությանը վերաբերվում ենք նույն դիստանցիայով այսինքն Հայաստանը մեր հայրենիքն է այստեղ խնդիր չկա բայց պետությունը ոնց որ թե մեզ այդքան հարազատ չի ինչքան մեր հայրենիքը եւ ու այստեղ ֆունդամենտալ խնդիրներ են առաջանում որտեղ կարա թվա հարց հա ինչ անենք դե հիմա Հայաստանը մեր հայրենիքն է ոչ թող պետությունը այդքան բան չլինի հարազատ չլինի այստեղ ֆունդամենտալ խնդիրներն են որ օրինակ հայրենիքի վարչական օրենսգիրք չի լինի Հիմա պետության վարչական օրենսգիրք, հայրենիքի քաղաքացիական օրենսգիրք չի լինում, հիմա պետության քաղաքացիական օրենսգիրք, կամ հայրենիքի սիրված թեմաներից մեկը հարկային օրենսգիրք չի լինում, հիմա պետության հարկային օրենսգիրք, էլ ինչ ասեմ, հայրենիքի իմիջիայլոց, հայրենիքում իրավունքների և պարտականությունների հստակ համակարգ չի լինում Ինքը նենք չի, որ չկա, բայց ինքը հստակ ձևակերպված չի։ Իրավունքների և պարտականությունների հստակ համակարգ լինում է պետության մեջ և հետևաբար իրական Հայաստանը նաև այս ճեղքը հայրենիքի և պետության մեջ լրացնելու մասին է։ Եվ դա անելու համար հետևյալ մի տրամաբանություն եմ առաջարկում որպես քննարկման նյութ, որը գաղափարախոսության նախնական տեքստում չկար, չնայած ես սա հրապարակել է, բայց հետո մտածեցի, որ սա որպես եզրափակիչ դրույթ շատ կարևոր է։ Եվ այդ խոսույթը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը։ Սա ինչի համար է, ինչ ենթատեքստ, որ իմաստ ունի։ Սա նրա համար է, որ քաղաքացու և պետության միջև օրգանական կապ ստեղծվի։ Այսինքն պետությունը ոչ թե մի ուրիշ մարդկանց կողմից պարտադրված բան է, որը մեզ ծանոթ առնվազն Կիլիկիայից հետո մեզ ծանոթ բանն է, ֆորման է պետության, երբ որ մենք ասել ենք պետություն, մենք հասկացել ենք, որ ինչ-որ մեկը մեզ նվաճել է և իր կարգերն է մեզ պարտադրել։ Եվ հետևաբար պետության մասին մեր ընկալումը շարունակում է մնալ այդպիսին։ Բայց այս դեպքում իսկականից մենք ենք պետությունը, դուք եք պետությունը, քաղաքացին է պետությունը, որովհետև Հայաստանի քաղաքացիներն են ի վերջո հիմնադրել այս պետությունը։ Բայց հիմնադրելը շատ կարևոր է, բայց նաև մենք խնդիր ունենք իմ ասացի բերումով, որ մենք օրգանական կապեր ստեղծենք ամեն մարդու և պետության միջև։ Ամեն մարդ ընկալի, որ սա իր հարազատ պետությունն է։ Հասկանում եք, ընդ որում կապ չունի իշխանությունը, ու այն տրամաբանության, որ իշխանությունը ընտրված է։ Երբ որ իշխանությունը ընտրված է և ժողովուրդը ունի իշխանություն ընտրելու հնարավորություն,
Իշխանությունը ըստ էության այն կառավարիչների խումբն է ու ժողովուրդը որոշում է, ոնց է որոշում, ինչու է որոշում, կարևոր է որ ազատ օրինական մրցակցային, բայց դա դեռ ուրիշ թեմա է։ Այսինքն իշխանությունը, կառավարությունը չի կարելի, եթե նույնիսկ շատ չզիլված է կառավարությունը, նույնացնել պետության հետ։ Այսինքն կառավարությունը հարվածելու համար, կառավարությանը հարվածելու համար հարվածել պետությանը, որովհետև ոչ մեկ օրինակ հազար ներողություն, ասենք օրինակ շատ հնարավոր է, որ մենք մեր տուն հրավիրենք ու, ասենք էլեկտրիկի, որովհետև մենք իրա կարիք ունենք, ինքը վարձենք իրան, որ մեր էլեկտրականության հարցերը լուծի, ինքը կարող վատ աշխատի, ինքը կարող վատ էլեկտրիկ լինի, իր արդյունքում կա իր գործողությունների արդյունքում կարող կարճ միացում լինի, իր գործողությունների արդյունքում կարող վնաս հասցվի տան հանդու, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք այդ մեր կապը մեր տան հետ բան ենք անելու, դրանից թույլատնելու է։ Մենք կարող ենք էլեկտրիկին փոխենք իրան դուրս հրավիրենք, ուրիշ ավելի լավ էլեկտրիկ բանանենք, հրավիրենք, որը ավելի գիտակցված ձևով էլեկտրիկ հրավիրենք, որ իմանանք ինքը ի վիճակի է գործը անել։ Նույնը պետությունն է, կառավարությունը էլեկտրիկա, չգիտեմ մեխանիկա, իրավաբան, ամեն ինչ է, այսինքն ոչ թե ամեն ինչ է, ամեն կա տարբեր ուղղություններ, կայացքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն կա, առողջապահության նախարարություն կա, բարձր տեխնոլոգիա, այսինքն այդ բոլոր ծառայությունները, երբ որ մենք մեր տանը բան ենք անում, եւ հետեւաբար շատ կարեւոր է, որ ամեն քաղաքացի ինքը ընկալի է, եւ իրական Հայաստանի գաղափարախոսության նպատակներից մեկը դա որ քաղաքացին ընկալի, որ պետությունը ինքն է։ Ինչալը սա շատ կարևոր զուգահեռ ատանում բանի ժամանակի Լյուդովիկոսի հայտնի բանի հետ, խոսքի հետ, որը ասում է, որ պետությունը ես է։ Այսինքն այս զուգահեռը հիմա Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պետք է ասի պետությունը ես եմ եւ կառավարությունն էլ քաղաքացուն ասում է որ պետությունը դու ես եւ հետեւաբար պետության կարիքները հոգալը որպես իր ապրելու տեղ քաղաքացուն պետք է նույնքան բաներ ընկալելի լինի տան հոգսը մեզնից յուրաքանչյուրը իր տան հոգսը համարում է իր լեգիտիմ հոգսը։ Եվ տան հոգսը լուծելու համար մենք ինչ ենք անում։ Մենք փորձում ենք աշխատել, աշխատանք ունենալ, եկամուտ ունենալ, վաստակ ունենալ եւ տան հոգսերը հոգալ։ Նույնն է պետությունը, որովհետեւ մենք ընդ որում այդտեղ ամենատարբեր կոմպոնենտներ կան, սկսած անվտանգությունից մենք պինդ դուռ ենք առնում, որպեսզի բան չլինի, հեշտ չլինի ներխուժը դերտում, ենթադրենք ամենատարբեր կարիքներ, որոշակի կոմֆորտ ենք փորձում ապահովել, լավ մթնոլորտ ենք փորձում ապահովել եւ այլն եւ այդպես շարունակ։ Դրա համար դա անելու հնարավորություն եւ գիտելիք ունենալն է, բայց այդ ամեն ինչը տան մակարդակում ամեն դեպս մենք ավելի շատ ենք համարում մեր իսկ անելիքը։ Չնայած եմ ասում այդ ամեն ինչը միջավայրային երևույթ, այնպես չի որ առանձին վերցրած մարդը այդ ամեն ինչը կարող է անի, բայց եթե պատկերացնենք, որ միջավայրը ձևավորվում է այս տրամաբանության մեջ, հետեւաբար պետությունը, հայրենիք պետությունը, որպես աշխատելու, ստեղծագործելու, վաստակելու, երջանիկ լինելու, ապրելու եւ վայելելու միջավայր, որը պետք է քաղաքացուն հնարավորություն տա աշխատանքով հարստանալ եւ հետեւաբար նաեւ հարստացնել պետությունը եւ այստեղ է որ հաջորդ կարևոր արձանագրումն է իրական Հայաստանի գաղափարախոսության որ մենք միշտ համարանքով ենք վերաբերվել, ամեն դեպս իմ լրագրողական գործունեության ընթացքում եղել այդտեղ, ես մոնիտորինգ չեմ արել, բայց վստահ եմ, որ
եթե մենք մոնիտորինգ անենք մեր մամուլում հարաբերության հիմնադրման առաջին օրերից, ես համոզված եմ, որ 95 եւ ավել տոկոսով որտեղ խաց այնտեղ կաց արտահայտությունը դիտարկվել է նեգատիվ կոնտեքստում, որովհետև դա ընկալվել է որպես արտագաղթի կարգախոս, այսինքն ասել ենք այն մարդիկ արտագաղթում են, որովհետև առաջնորդվում են որտեղ խաց այնտեղ կաց սկզբունքով, բայց ոչ մեկ հարց չի տվել, ես էլ հարց չեմ տվել ինձ, թե բան մի րոպե, բայց մարդը իր հայրենիքի ու պետության մեջ ինչի հաց պետք է չունենա։ Այսինքն, որ մարդը իր հայրենիքի եւ իր պետության մեջ չունի հաց, մենք դա նորմալ ենք համարել։ Համենայն դեպս հարցին այդ դիտանկյունից չենք նայել։ Ասում ենք դե այս ժողովուրդը առաջնորդում է որտեղ խաց այնտեղ կաց տրամաբանության, բայց մյուս կողմից այնտեղ որտեղ չկա հաց, խնդիր է, չէ՞, կարելի է որոշակի ժամանակ ասկետային կյանք վարել, բայց սնունդը հացը կենսական կարիք է, բայց նաև հացը, երբ որ կա հաց, արդեն ինքը ավելի այլ բաների անհրաժեշտությունը առաջանում, այդ թվում հոգևոր։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը փորձ է անում պետությունը եւ հայրենիքը եւ հացը դնել նույն շղթային ու տրամաբանության նույն բանաձևի մեջ, որ դրանք տարբեր բաներ չեն։ Հենց այդ ամեն իրականության մեջ պետությունը, հայրենիքը, ինչպես արդեն ասացի, եւ հացը եղել է միշտ ուրիշ տեղ, որ մարդ պետք է գնա ուրիշ տեղ աշխատի, որպեսզի հաց վաստակի, ու կարող է հայրենիքում ինչ-որ մի ժամանակավոր ապրի, հետո էլի գնա, հաց վաստակի, հետո էլի վերադառնա։ Այս շատ կարևոր դրույթ է, որ մենք պետք է պետությունը ընկալենք որպես բարեկեցության գործիք, որովհետև սա շատ կարևոր բան է։ Հայաստանի Հանրապետությունը ինչի համար է եւ ֆունդամենտալ առումով իրական Հայաստանի գաղափարախոսությունը անդրադառնում է Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակությունը։ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունը մեզ համար հենման կետ է այլ ավելի ուրիշ հայրենիք եւ պետություն ունենալու համար, թե Հայաստանի Հանրապետությունը ինքը այն նպատակ պետությունն է, որը մենք ունենք, որը միջոց է կամ գործիք է, կամ որը տարածք է մեր քաղաքացիների երջանկությունը, բարեկեցությունը, անվտանգությունը եւ զարգացումը ապահովելու համար։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է ուրիշ հայրենիքի մասին երազելու համար, թե Հայաստանի Հանրապետությունը այն հայրենիքն է եւ այն պետությունն է, որը մեր երազանքների պետությունն է, եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նախագիծը փորձ անում այս հարցը նույնպես հաշտեցնել, որ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ չի ուրիշ երկրի մասին երազելու համար։ Հայաստանի Հանրապետությունը հենց այն երկիրն է, որը ունենալով զարգացնելով մենք պետք է արձանագրենք, որ հասել ենք մեր երազանքին։ Եվ այս տրամաբանությամբ, քանի որ երազանքը միշտ ապագայի հետ է կապվում, այս էլ է շատ կարևոր բան, որ ապագայի մասին մեր պատկերացումներ պետք է որոշակիորեն համենայն դեպս իրական Հայաստանի գաղափարախոսությունը առաջարկում է, որ ապագայի մասին մեր պատկերացումներն էլ մենք փոխենք, որովհետև մենք միշտ կամ հաճախ կամ երբեմն ապագան ընկալում ենք որպես հեռու մի բան, որը որպես հեռու մի բան, բայց իրականում ապագան այդքան հեռու բան չի, որովհետև ապագան կախված է այսօրվա մեր գործողություններից, կամ այսօր առավոտը, այսօր արդեն ապագա է, չէ՞, որովհետև դեռ պիտի տեղ ունենար։ Եվ այս ինչ կապ ունի եւ ինչա կարևոր, ինչի եմ շեշտում սա, որովհետեւ երբ որ ապագան ընկալում ես հեռավոր մի բան, մտածում ես, որ դրան ուղղված գործողությունը կարելի անել նաեւ վաղը, կարելի անել մյուս օրը, այն մյուս օրը, ավելի լավ ժամանակներ լինեն, ավելի լավ պայմաններ լինեն, ավելի լավ միջավայր լինի, ավելի բարենպաստ մթնոլորտ լինի, բայց դա իրականություն չի։
որովհետև մթնոլորտը եւ միջավայրը ավելի լավը չի լինելու այն պարագայում, երբ որ դու սպասես դրան գործողություն անելու համար, ընդհանրապես դու պետք է գործողություն անես, որ ապագան լինի ավելի լավը, եւ հետեւաբար այս կարգախոսով եմ նաեւ ուզում ամփոփել, որը արձանագրում է։ Ապագան այսօրն է, այսօր սկսի լինել այնպեսին, ինչպեսին ուզում ես լինել ապագայում։ Այսինքն սա անհատի մասին է, սա հանրության մասին է, սա պետության մասին է, եւ շատ կարեւոր է, որ ապագայի նկատմամբ այդ վերաբերմունքը փոխվի, որովհետեւ մենք միշտ այսօրվա դառնության հաղթահարումը, այսօրվա խնդրի հաղթահարումը կապում ենք ապագայում բացվելիք հնարավորության հետ։ Այստեղ խնդիրն է, որ մենք ընկալումն է, որ այդ հնարավորությունը այսօրը, նույնիսկ եթե այսօր այդ հնարավորությունը չկա, մենք պետք է աշխատենք այդ հնարավորությունը բացելու վրա։